Ինչ հետևություն արեցիք դատարանը ինքնաբացված։ Հա, դե գնահատական այնքան պարզ է, պարզապես քաղաքակրթական պայքարի մեջ ենք, մի կողմից սեփական իրավունքը չհարգող, օրենսդրությունը չհարգող, ահաբեկիչները մի խոսքով, մյուս կողմից այն խումբն են մարդկանց, որոնք խոսում են իրավունքի լեզվով, օրենքի լեզվով, հա։ Մեզ մի խումբը եկել է ասել է, չէ, ես ոնց ուզում տենց պիտի լինի, կապ չունի օրենք, օրենսդրություն, պատմություն, ձեր ցանկությունները եւ այլն եւ այլն։ Այսպես կողմն էլ ասում է, չէ, էլի դու ով ես, տղա ջան, որ եկել ես ուտեց, հասկացանք, ընտրությունները կեղծելով գալիս ես, զավթում ես իշխանությունը, ձայները գողանում ես, հայ հոյանքը լեզվի տանումն է եւ այլն։ Հիմա այս պայքարն է գնում, որը իհարկե այս ժամանակաշրջանի պայքար չի, դեռևս երբ որ Կոստանդնուպոլիսը ընկավ, այդ ժամանակվանից այս Թուրքիայի դեմ, այս ձևի խառնվածքի դեմ այս պայքարը գնում է։ Սրա վերջը ինչ է կողմը, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ է լինելու։ Ես չգիտեմ, նախ եւ առաջ սրա վերջը շատ բարդ է ասել, որովհետեւ այս երկրագնդում է տեղի ունենում այս ամեն ինչը, իսկ երկրագունդը պատտվում է արևի շուրջը, արևը 5 միլիարդ տարի պիտի ապրի, բացի դրանից այնտեղ չգիտեմ որևէ երկնակարգ կընկնի մեր մոլորակի վրա, թե չի ընկնի, որ մի բան լինի, կամ այլ ինչ-որ, չգիտեմ, համաճարակով մարդիկ կվերանան կամ ինչ-որ բան, բայց ես գիտեմ ինչա պետք, որ մենք անենք, մեր անելիքն է, որ պետք է անընդհատ առանց հոգնելու, տրտնջալու շարունակենք այս հաճելի զվարթ պայքարը, որովհետև սա շատ զվարթ պայքար է, առհասարակ ռասիզմի դեմ պայքարը շատ ուրախ է, որովհետև դու միշտ հաղթած ես, նույնիսկ եթե քեզ կարող է սպանեն, ոչնչացնեն, չգիտեմ ինչ են, բայց դու մեկը հաղթած ես, որովհետև ռասիստը դա անում է ռասիստի դիրքից, ինքը չունի այն երևակայությունը, որպեսզի կարողանա այնպես անի, որ իր ցանկությունները տեղի ունենան, կամ չունի այն ուժը, որ կարողանա այնպես անի, որ իր ցանկությունները հավասարակշռվեն մյուսների ցանկությունների հետ, ու դրա համար դու միշտ ես պայքարում հաղթած ես, եւ սա շատ ուրախ եւ զվարթ պայքար է։ Այստեղ քաղաքական վրեժխնդրությունն է, երևի քաղաքական վրեժխնդրություն չի, քաղաքական ծրագիր է։ Ինչ քաղաքական վրեժխնդրության մասին է խոսքը։ Եթե խնդիր կա հայ առաքելական եկեղեցին, հայկական բանակը, Արցախը վերացնել, այդ խնդիրը վրեժխնդրության մասին չի, այդ խնդիրը նվաճողականության մասին է։ Հիմա խնդիր կա դրած Թուրքիայի կողմից նվաճել Սիրիան, չէ՞, կա Սիրիան։ Դա վրեժխնդրություն է, դա նվաճում է, նվաճողի ինքը Կոստանդնուպոլիսը որ գրավում էին, վրեժխնդրության հարցեր, չէ, նվաճելու հարցեր։ Գնացել էր Սուլթանը կարդում էր, ուսումնասիրում էր, թե ոնց է պետք է ամրոցը գրավել։ Արդյունքում այնքան ուսումնասիրեց եղավ։ Հիմա նույնը ախր այս խնդիրը է դա որ մենք բոլորս կարծում ենք թե sense սա զուտ հայ ազգային խնդիր է, ոչ, սա խնդիր է մի քաղաքակրթության, որը ոչ միայն հայերի դեմ է անօրինականություն, այլ հույների, ասորիների, կիպրացիների, ալևիների, Սիրիայում հիմա ռուսների, ուկրաինացիների, քրդերի, հասկանում եք, սա ամբողջություն, եթե մենք առանձնացնում ենք դրանից, որպես մեզ ընդհանրապես էգոիստական ենք տեսնում, որ միայն մենք ենք ուժում այդ բանից, խառնվածքից, այդ խնդրեմը առաջացնում, որտեղ մենք չենք հասկանում ինչա կատարվում, որևէ վրեժխնդրության հարց չի, այլ զուտ ինքը նվաճողականության հարց է։ Թուրքական նվաճողականությանը խանգարում է հայոց եկեղեցին, որովհետև եկեղեցին պաշտպանում է հայերի իրավունքները, իսկ հայերի իրավունքները խոչընդոտ է թուրքական բանի համար, նվաճողականության համար։ Հիմա եթե ուղղափառ եկեղեցին Հունաստանի խանգարեր Թուրքիայի նվաճողականություն, նրանք ամեն ինչ անելու են, որ զավթեն հունական եկեղեցին։ Սա նաև կարևոր է հասկանալու համար, որովհետև այս հասկանալուց հետո դու գտնում ես քո բնական դաշնակիցներին։ Եվ այո, այդ բնական դաշնակիցների մեջ եւ հույներն են, եւ Ռուսաստանն է, եւ Իրանն է, եւ Սիրիայի այն հատվածը, որը դեմ են ահաբեկչությանը։ Ինչն է խնդիրը, որ այսօր շատ քիչ են, բազմություն։ Ո՞վ ասում քիչ են, այն շատ են, լիքը մարդ կար, ասեղցելու տեղ չկա, եթե նայեք շատերը գնացին, բայց երբ որ գալիս էին լիքը մարդ կար, քչության թեմա չկա,
եւ քանակով չի որոշվում ամեն ինչը։ Եթե մարդը մենակ է մնում, բայց ճիշտ է, նա կարող է այդ մենակով էլ տանել այդ իրավականության հարցը։ Նաև պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ այս արձակուրդների պայմաններում, որ այս շոկ ճռացող արևին շատերը գնացել են, փորձում են մի քիչ հանգստանալ, նույնիսկ այս պայմաններում, այո, ոչ թե միայն ասեղ գցելու տեղ չկա, այլև ատոմ գցելու տեղ չկա։ Խոսքը ատոմային ռումբի մասին չի։